Ես Վիկտորիա Մոխումյանն եմ, սովորում եմ Հայաստանի ամերիկյան համալսարանում։ Այսօր մենք ձեզ ցույց կտանք, թե ինչպես կարելի է թվային հաշվիչի միջոցով չափել ջրի նմուշի էլեկտրահաղորդականությունն ու ընդհանուր լուծված նյութերը։ Ձեր օգտագործած թվային հաշվիչը կարող է տարբերվել, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է հետևել այն քայլերին, որոնք նշված են հենց ձեր թվային հաշվիչի վրա։ Սկզբում միացրեք չափիչ սարքը, սեղմելով միացման կոճակը, այնուհետև շրջեք սարքը և հեռացրեք մարտկոցի ծածկը, պտտելով փոքրիկ սլաքը դեպի աջ, դեպի ապաբլոկավորման նշան։ Երբ ծածկը հանվի, սեղմեք մարտկոցի աջ ստորին հատվածում գտնվող Set-up կոճակը։ Սարքի էկրանին պետք է հայտնվի Set բառը և դրա տակ փոքր T տառը։ Դրանից հետո երկու անգամ սեղմեք միացման կոճակը տեղափոխվելու կալիբրացման կամ տրամաչափման ռեժիմ։ Էկրանին պետք է երևա Cal Quick կամ Cal STD գրություններից մեկը։ Cal կոճակը սեղմելով կարող եք անցնել այս երկու տարբերակների միջև։ Եթե սարքի էկրանին արդեն չի երևում Cal Quick, սեղմեք Cal կոճակը այն ընտրելու համար։ Երբ էկրանին երևա Cal Quick, սեղմեք միացման կոճակը, դուրս գալու կալիբրացման կարգավորման ռեժիմից։ Այժմ էկրանին կերևա EC Unit, 500 Unit կամ 700 Unit տարբերակներից մեկը։ EC Unit-ը չափում է էլեկտրահաղորդականությունը, իսկ մյուս երկուսը չափում են լուծված ընդհանուր նյութերը։ Կախված նրանից, թե ինչ եք ցանկանում չափել, Cal կոճակը սեղմելով անցեք տարբերակների միջով։ Երբ էկրանին երևա անհրաժեշտ տարբերակը, սեղմեք միացման կոճակը, դուրս գալու ռեժիմից և տեղափոխվելու հիմնական չափման էկրան։ Այժմ կարող եք մարտկոցի ծածկը հետ դնել։ Սարքը պատրաստ է կալիբրացման։ Սկսելու համար բացեք կալիբրացման համար նախատեսված HI 50036 լուծույթը, որը տրամադրված է հավաքածուի մեջ, և լցրեք չափիչ բաժակի մեջ, այնքան, որ սարքին մասը ամբողջությամբ ընկղմվի։ Հնարավոր է անհրաժեշտ լինի չափիչ բաժակը թեքել այնպես, ինչպես ցույց է տրված այս տեսանյութում, որպեսզի սարքը ճիշտ ընկղմի և սկսի կալիբրացումը։ Դուք կիմանաք, որ տրամաչափումն ընթանում է, երբ էկրանի վերևի ձախ անկյունում ավազե ժամացույցի պատկերակը սկսի թարթել։ Երբ կալիբրացումն ավարտվի, սարքը կցուցադրի Star բառը և ապա կվերադառնա հիմնական չափման էկրանին։ Մինչև փորձարկումը սկսելը մաքրեք սարքը, թաթախելով և պտտելով այն մաքուր թորած ջրի մեջ։ Չափում կատարելու համար սեղմեք միացման կոճակը, հանեք կանաչ պլաստիկ ծածկը և ընկղմեք սարքը ջրի նմուշի մեջ։ Պտտեք այն նմուշի մեջ, մինչև վերևից ձախ անկյան ավազես ժամացույցի նշանը դադարի թարթելուց և ցուցադրվող թիվը կայունանա։ Ներկայիս ցուցադրված արժեքը կլինի ձեր վերջնական չափման արդյունքը։ Գրանցեք այն։ Այնուհետև մաքրեք սարքը թորած ջրով և նորից տեղադրեք կանաչ ծածկը։ Չափումն ավարտված է։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ սարքի վրա չափման արդյունքները չեն պահպանում։ Սարքը միայն իրական ժամանակում է ցուցադրում արժեքը, ուստի եթե սարքը հանեք լուծույթից առանց արժեքը գրանցելու, այն կկորչի։ Չափում կատարելու համար սեղմեք միացման կոճակը, հանեք կանաչ պլաստիկ ծածկը և ընկղմեք սարքը ջրի նմուշի մեջ։ Պտտեք այն նմուշի մեջ, մինչև վերևից ձախ անկյան ավազես ժամացույցի նշանը դադարի թարթելուց և ցուցադրվող թիվը կայունանա։ Ներկայիս ցուցադրված արժեքը կլինի ձեր վերջնական չափման արդյունքը։ Գրանցեք այն։ Այնուհետև մաքրեք սարքը թորած ջրով և նորից տեղադրեք կանաչ ծածկը։ Չափումն ավարտված է։